Գիտեք, այսօր այն օրը չի, երբ անհրաժեշտ է ամբողջովին գնահատական տալ օրվա իշխանությունների գործելավոճին, ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն վիճակի է պահել իր սահմանների անձեռնունու խելαιությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Պարոն նախագահ, Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ ընդդիմադիրներին իշխանությունները չեն կախում այն ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացուն հոդվածը։ Պարոն նախագահ, Կարծում եմ վերջում պատասխանեցի։ Պարոն նախագահ, առաջին անգամ փաստացի ընտրություններին չի մասնակցում ձեր առաջնորդած ուժը, թեև մեծ ինստիտուցիոնալ ուժ է, դասական կուսակցություն, բայց չի մասնակցում։ Սա պայմանավորել էիք ավելի չպառակտելու ընդդիմադիր դաշտը հանգամանքով, ըստ ձեր այդ քաղաքական, այսպես ասենք, մեծահոգությունը կարդարացնի իրեն եւ հաջողության կհասնի ընդդիմությունն այս անգամ։ Ես չեմ կարծում, որ մեր քայլը մեծահոգություն էր, այլ սուտ սթափ հաշվարկի արդյունք էր եւ կարծում եմ մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամ 8-ից հետո, տեսնելով թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10%-ով ավելին գան ընտրատեղամասեր, քան 21 թվիներ, ապա ես կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր։ Իսկ ինչ ուղերձ ունեք այդ հիասթափված քաղաքացիներին, որոնք օրինակ չեն ուզում մասնակցել պրոցեսներին։ Ես բոլորին խնդրում եմ մասնակցել, որովհետև իրենց մասնակցությունից է կախված, թե Հայաստանում որ քաղաքական ուժը կլինի իշխանության, կլինի փոքրամասնությունը, թե այն քաղաքական ուժը, որի համար քվեարկել է գոնե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մեծ հատված։